ես Իտալիայում եմ, այժմ եկել ենք Վենետիկ, то есть պետք է մտնենք Վենետիկ, ողջույն, այսօր 3-րդ օրն է, ես գտնվում եմ Իտալիայում, ավելի կոնկրետ Վենետիկ ենք եկել, Վենետիկի մոտակայքում գտել ենք տեղ Օստերիա Ֆարուսո ռեստորան, ոնց հասկանում եք, ես պիցցաների վրա եմ հիմնված, այսօր նորից պիցցա եմ պատվիրել, կապրիչիոզա, որի մեջ տարբեր մթերքներ կան, սունկ կա, կարևորը ես շատ եմ սիրում, հիմա կբերենք, ուտենք ու կկիսվենք արժեքներով և համով։ It's Diavola? Yes. Diavola. Thank you, bye. Pestoի պաստա։ Այս ինքերուհիս է ուտելու։ Երկարծից կասում։ Հողցի։ Այստեղ կա արտիչոկ, սունկ, ձու, ու իր անունը մոռացել եմ։ Շատ շքեղ սիրուն տեսք ունի, հիմա համի մասին կասեմ։ Այստեղ բալզամիկ չէին դրել, ուզեցի մի տեսակ թարշտակ նայեցին, չգիտեմ խի։ Անհարմար եմ դրել, կներեք, բայց դե շատ հյութեղ է։ Համով է։ Շատ համով է։ Ովքեր են նոր են միացել ու չգիտեն ես ցուցամատսխի է վիրավոր, ժողովուրդ ջան, եղունգը ժարդվել է։ Վայ, օրս սալ է։ Լավն է։ Նաև կալամատա, հապտուկներ կան, շատ եմ սիրում կալամատա, շատ։ Չեմ կարում դռնեմ ուտեմ։ Չում հաշիվը կազմեց 43 եվրո։ Կարծում նորմալ է, այս վերջի շրջանում ամենաքիչ հաշիվը ստեղ բերեցին, գիտեմ քի։ Վենետիկի մոտ մտանք սուրճ խմելու, սա մտքի ասորտի է, գիլաս, տիրամիսու, 2 ամերիկանո, ջուր, վճարեցինք 27 եվրո։ Հիմա մտնում ենք Վատիկան, տոմսեր ունենք գիդով, եթե գալիս եք Հռոմ, անպայման եկեք Վատիկան, չեք փոշմանի։ Անպայման օնլայն կառնեք յուրաքանչյուր տոմս, որովհետև անմարդկային հերթեր է յուրաքանչյուր տեղ։ Մենք առել ենք օնլայն ու դա լիքը հարց է լուծում։ Այսքան բան, գոնե մի 15-20 օր շուտ առեք բոլոր տոմսերը ձեր, ուր գնալու եք։ Հուսով եմ չի բլոկի։ Ճանողների։